Դրա մաքսարը 2 ժամից կհանդիպենք։ Այմա գնամ տուն, հագուստս փոխեմ, հետո կհանդիպենք։ Հիշում եմ, որ խես գիտին իմ կողմից գարաջուրը քո։ Լավ, իսկ չենք կարա գոնե մի ուրիշ բան պատվիրենք, ուտենք մինչև րոպե գա։ Հանուն ընկերոջ կարելի է մի քիչ սոված մնալ։ Համաձայն չես։ Այսինքն ես ձեր մոտ սիմվոլիկ բնույթ ակրում, մինչև բոլորս չլնենք չենք սկսի։ Կարելի է այդպես ասել։ Լավ։ Չի կարա միանա մեզ։ Գրել է, որ շատ կարևոր գործեր ունի։ Իսկ գիշերով Ռոբի գործը գիտենք էլի։ Երեմիածիրուն աղջիկ ա տեսել, չէ՞։ Դե ուզում եմ ասել, գիշերով ինչ գործ պետք է ունենա Ռոբը։ Գիտեի, որ IT շնիկները հումորից դասողություն չունեն, բայց որ ես աստիճանի։ Հիմա գոնե կարանք սկսենք։ Ոչ թե կարանք, այլ պարտավոր ենք։ Հրաչ։ Վայ Աշոտ, դու ես, ինձ էլ թված երեխեն է։ Այդ երբ հատեղետ այս ժամին տանն եղել, որ քեզ էլ թված։ Ճաշը տակ հաստամ, քաղցած ես։ Չէ, կան հոգնած եմ, որ ուտելիս էլ չի գալիս։ Թե եմ խմում կուզես, քեզ էլ թեյ դնեմ։ Ջուր եմ ուզում։ Սոր Վարոսյանն էր զանգել։ Վարոսյանը, դեկանը։ Ու ինչ էր ասում։ Ասում էր, որ հրաչի բացակայությունների քանակը բավարար է, որ նրան համալսարանից հեռացնեն։ Լուրջ ես ասում։ Լրիվ լուրջ։ Ու դու ինչ պատասխանեցիր։ Ասեցի հեռացրեք։ Ոնց թե հեռացրեք։ Դու չես հասկանում, որ հեռացնեն երեխուն բանակ կտանեն։ Թող տանեն։ Թող գնա ծառայի, կարգու կանոն սովորի, ու վերջապես մարդ դառնա։ Իսկ ես հոգնած եմ գնամ քնեմ։ Սպասի այ մարդ ինչ քնել։ Երեխու ճակատագիրն ա որոշվում, դու ասում ես գնամ քնեմ։ Արփի։ Ես չեմ պատրաստվում ամբողջ կյանքս հրաչի խնդիրները լուծեմ։ Եթե չծառայեց, հաստատ մի հիմարություն անելու է։ Դատելու են ու նստի։ Դու դա ես ուզում։ Մի ծայրա հեղացրու, հա։ Նա դեռ երեխա է։ Երեխա է։ 20 տարեկանում ես փողոցում թերթ էի վաճառում, որ ծնողներիս օգնեմ։ Իսկ նա ամբողջ կյանքում մի դրամ անգամ չի աշխատել։ Տղետա, զանգելա, որ հերթական հեքիաթը պատմի։ Երեխու հետ կարգին կխոսես։ Հիմա ինչ գլոբալ աղետ ա եղել, որ չես կարողանում ժամանակին տուն հասնես, տղա ջան։ Աղետը տղայիդ հետ կարող է պատահել, եթե չկատարես մեր պահանջները։ Ում հետ եմ խոսում։ Ես գիտեմ, որ տանն ես, մի հատ շուտ բարձրախ ասում, ուզում եմ, որ կենդ էլ սաղ ասի։ Բանուն ես ասելու ինձ ասա։ Մի հատ շուտ բարձրախ ասը կամ ես անջատում եմ հեռախ ասում։ Լավ։ Կինես լսում է, խոսա։ Հրաչը այսօր տուն չի գա, ու ընդհանրապես դուք նրան չեք տեսնի, եթե չկատարեք մեր պահանջները։ Շարունակի, լսում եմ։ Մեզ 50 միլիոն դրամ է պետք։ Հրաչին ազատելու համար։ Վաղը ցերեկը կզանգենք ու կասենք փողը որտեղ բերես։ Դիմեցիր ոստիկանություն, տող ուտել չես տեսնի։ Դա ես քեզ իր աշխատանում եմ։ Սպասի մեր զանգին։
Արշատ, ես ինչ ա կատարվում։ Շատ եմ խնդրում, արի ոստիկանություն զանգեք։ Չէ։ Ես այդ գումարը կհավաքեմ ու կտամ դրանց։ Մենք չգիտենք ովքեր են արդիկ։ Մենք չգիտենք երեխուն բաց կթողեն, թե չէ։ Ոչ մի ոստիկանություն։ Թե մոռացել ես ինչ սարքեցին գլխիս, երբ մի տարի առաջ դիմեցին քո սիրելի ոստիկանությանը։ Դա քո աշխատանքի հետ էր կապված։ Դա լրիվ ուրիշ էր, սա ուրիշ բան է։ Փի։ Եթե նրանց այդ փողն է պետք, ես այդ փողը կտամ ու առաջին բաց կթողնեն։ Իսկ եթե դիմեցինք ոստիկանություն, ամեն ինչ ավելի կբարդանա։ Հավատա ինձ։ Ուզում ես ողջ մնաս։ Մեզ պետք է քո ագենտի անունը, ով ճանաչում է բարոնին։ Չգիտեմ ինչ իմաստ ես խոսում։ Դու միևնույնն է ասելու ես մեզ այդ մարդու անունը։ Ուղղակի դրանից հետո ուղեղդ վերածվել է երեխու ուղեղի։ Ուզում ես դա։ Չէ։ Անունը։ Անունը չկաս։ Մեկը վերջում սպանել եք։ Մենք նորմալ դոզա ենք սրսկել, ինչ-որ չափից շատ ադեկվատ է իրան պահում, Հավերաշ շարժում անես գլուխը ծրվ կտամ, հասկացար։ Հասկացա։ Հեռախոս ես։ Չկա, վերացրել եմ։ Կոնը դուր։ Մեքենայի մեջ։ Երև երկուսով եք, չէ։ Կրակոցի ձենից մարդ կգար հաստատ։ Երկուսով ենք։ Հիմա հանգիստ վերես կենում, ինքեջ դու վերցնում ես ու դուրս եմ գնում։
Խոտաբույսերով թե։ Ալա ես լավ եմ, ես բան Ասում եմ խմի։ Ոնց կաս քեզ լավ զգաս, եթե քեզ բայս են ներարկել։ Հա, ներարկել եմ ես։ Բլոկատորը խմեցի։ Մի րոպե։ Աստորեն դու գիտեիր, հա, որ այդ մարդիկ քեզ առևանգելու են։ Հա, գիտեի։ Այսինքն ենթադրում էինք։ Դրա համար էլ շեֆն ասում էր, որ այդ բլոկատորը միշտ մոտս պահի։ Ու մենք ոչ մի բան պետքա չիմանայինք, չէ՞։ Դու գիտեիր դրա մասին, Արմեն։ Հա, գիտեի, բայց Լավ։ Ամեն ինչ պարզ է։ Մենակ ես ու Ալան ենք, որ բանից անտեղյակ ենք։ Լավ, Մաքս, դրամա մի սարքի։ Ռոբ, հիմա որ դու ստեղ ողջ առողջ նստած ես, այդ ուղղակի պատահականության շնորհիվ է։ Ես այս ամեն ինչի մասին պետք է իմանայի, որ պետք եղած ժամանակ կողքիդ լինեի։ Մաքս, Խմի։ արդ չեմ ուզում։ Ասում եմ խմի։ Իրոք է Արնո։ Ինչու ես ձերբակալվածի հարցաքննությունը ձգձգում։ Ինֆորմացիան առայժմ քիչ է։ Որևէ կարևոր տեղեկություն չիմացանք։ Լավ։ Ես գնում եմ գեներալի մոտ, եթե որևէ նորություն իմանաս, կարևոր իմաստոր։ Անպայման։ Լսում եմ ձեզ։ Ինչ հաջող էր պարզել Վրեժ Գեղամյանի մասին։ Ապրում է Աչափնյակում, ամուսնացած է, ունի մի տղա։ Մասնագիտությամբ ջուդոյի մարզիչ է։ Վերջին մի տարում աշխատանք չի ունեցել։ Նրա բանկային հաշիվները մաքուր են, բայց այն նրա կնոջ բանկային հաշվի վրա պարբերաբար 2 միլիոն դրամ է փոխանցվել։ Ինչ հիմքով։ Իբր դիզայներական խորհրդատվություն։ Քո մոտ ինչ կա Արնո։ Դատվատություն քրեական անցյալ չունի, մեքենան պատկանում նրա եղբորը, որը ներկապային գտնվում է Ֆրանսիայում։ Արմեն։ Հեռախոսը մաքուր է, շեֆ։ Ոչ կասկածելի հաղորդագրություն կա, ոչ էլ հեռախոսազանգ։ Բայց պարբերաբար օգտվել է Snapchat Messenger-ից։ Ինքնաոչնչացվող հաղորդագրությունն էր։ Եվ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ 30 վայրկյանը մեկ Snapchat-ից ջնջվում է բոլոր հաղորդագրությունները։ Եվ այնտեղից որևէ ինֆորմացիա քաղելը անհնարին է։ Վարուզան։ Լավ։ Դու գիտես քեզ ինչ է սպասում ոստիկանին առևանգելու նրա նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Ես փաստաբան եմ պահանջում։ Հիմա դա ամենակիչը քեզ պետք է հետաքրքրի Վրեժ։ Քեզ կդատեն։ Բավականին երկար։ Բայց չեմ կարծում, որ ընկերները թողնեն գործը դատարան հասնի։ Քեզ կսպանեն։ Պատահաբար կկախվես խցում։ Կամ քնած ժամանակ կդանակահարեն։ Նրանք մեքենա են պայթեցրել, որի մեջ 5 մարդ կար։ Ու գիտես ինչու։ Որպեսզի նրանք ոստիկանության ձեռքը չընկնեն։ Կարծում ես քեզ կխնայեն։ Ես կարող եմ քեզ օգնել։ Ու ապահովել ընտանիքիդ անվտանգությունը։ Բայց դու իմ հարցերին պիտի պատասխանես։ Ես շատ բան չգիտեմ։ Բարոն։ Բարոն Նովա։ Ձեր ագենտին հարցրեք։
Աստորեն այս ամեն ինչը բլեֆ էր, հա։ Սարքել եք, որ մեզ ծուղակը գցեք։ Դու իմ արդեն չպատասխանեցիր։ Չգիտեմ ով է բարոնը։ Մենակ գիտեմ, որ իր համար եմ աշխատել։ Դու կոնկրետ ինչով ես զբաղվում։ Ես ու Ավետը, որին սպանեցիք, զբաղվում ենք անվտանգության հարցերով։ Իսկ ավելի կոնկրետ։ Դա եթե ինչ-որ մեկին պետք էր վախացնել կամ ստիպել, որ լռի, կամ ինչ-որ մեկը սպայսի համար չէր վճարել, մեզ էին ուղարկում այդ հարցերը կարգավորելու։ Ոնց եք կապի դուրս գալիս։ Snapchat-ով։ Մենք չգիտեինք, ով է մեզ հանձնարարություններ տալիս։ Այսինքն ես չգիտեի։ Իսկ Ավետը։ Կարծում եմ, որ գիտեր, բայց դրա մասին չէր խոսում։ Ավետն է ինձ այս գործի մեջ քաշել։ Ասեց, որ նորմալ վարձատրում են, անելու շատ բան չկա։ Ընդհանրապես հանձնարարություններ պետք է կատարենք։ Այսքանը։ Դու եղել ես իմ տանը։ Ինչ։ Ասացիր, որ անվտանգության հարցերով ես զբաղվել։ Հա։ Բայց ես քո տանը չեմ եղել։ Բայց գիտեիր, որ աղջկաս Արևանգել են։ Ու սպանել պես է ես։ Խոսա! Գիտեմ։ Ավետ է եղել այդ մարդկանց մեջ, ովքեր առևանգել են աղջկատ։ Ուրիշ ոչ մի բան չգիտեմ։ Ոնց որ չիս հետում։ Ու դա բարդացնում է մեր գործը։ Հավատում ես վրեժին։ Հաշվի առնելով, որ գործնականում մենք ոչինչ չգիտենք բարոնի մասին, կարելի է ընդհանրել, որ ներքին օղակներում իսկապես գաղափար չեն ունեցել, թե ում են աշխատում։ Կոմունիկացիաները, որոնց միջոցով նրանք շփվել են, նույնպես օրիգինալ են։ Միգուցե։ Բայց հիմա պետք չի կանգ առնել։ Մաքսիմալ ինֆորմացիա հավաքեք վրեժի գործընկերոջ Ավետի մասին։ Կարծում եմ նա ավելի շատ է ինֆորմացված եղել, քան վրեժը։ Դրանով դու զբաղվիր, Մաքս։ Հիմա պետք է չափից ավելի զգույշ լինել։ Սա երկրորդ լուրջ հարվածն է, որ հասցնում ենք այդ կազմակերպությանը ու անձամբ բարոնին։ Եվ նրանք վստահ եմ կպատասխանեն։ Ես ամեն ինչ հասկանում եմ, Էլեն, բայց այդ աշխատանքը ինձ չի հետաքրքրում։ Բայց խոսքը բավականին բարձր գրանտի մասին է։ Եթե համաձայնում ես։ Չէ։ Իսկապես չեմ կարող։ Զբաղվածությունս չի ներում։ Իսկ կարելի է իմանալ ինչ պրոյեկտի վրա ես աշխատում հիմա։ Պատվեր եմ կատարում արտասահմանյան խոշոր դեղագործական ընկերության համար։ Պարզա։ Լսիր Նարեկ, ես քեզ իսկապես բարձր մակարդակի մասնակետ եմ համարում ու քո ներկայությունը այս պրոյեկտում աշխատանքը էլ ավելի ծանրակշիռ կդարձնի։ Եթե դեմ չես, կարող եմ քեզ ուղղակի գրանցել։ Չեմ։ Դեմ չեմ։ Գրանցիր։ Շնորհակալ եմ։ Լավ։ Ես գնամ մի փոքր շտապում եմ։ Ուրախ եի քեզ տեսնել, Էլեն։ Նմանապես։ Ցտեսություն։ Ցտեսություն։
5-րդ ուղեկցեք օբյեկտին։ Հասկացա, 3-րդ։ Հրաչ Խաչյան 18 տարեկան։ Նրա ծնողները 3 գիշեր զանգ են ստացել։ Նույն հեռախոսից, որ օգտագործում է Հրաչը։ Անծանոթ տղամարդը հայտնել է, որ երիտասարդը իրենց մոտ է գտնվում եւ նրան ազատելու համար 50 միլիոն դրամ է պահանջել։ Հրաչի հայրը հավաքել է անհրաժեշտ գումարը եւ տարել նշված հասցեով։ Արևանգիչները խոստացել են, որ 1 ժամ անց կազատեն տղային։ Բայց տղան տուն չի վերադարձել։ Եվ ծնողները դիմել են ոստիկանություն։ Ես ինչու մի անգամից իր ապահներին չեն դիմել։ Նրա հայրը գործարար մարդ է եւ արտասահմանից ինչ-որ իրեր է ներմուծում։ 1 տարի առաջ դիմել է ոստիկանություն, երբ նրա աշխատողներից մեկը շանտաժի ճանապարհով փորձել է նրանից դրամ կորզել։ Մեղավորին գտել են ու պատժել, բայց մի քանի ծառայություններ անմիջապես մտել են նրանց հիմնարկը ստուգումների։ Ծանոթ պատկերը։ Բայց կարևորը դա չի։ Հրաչյան հետանալուց 24 ժամ է անցել, ինչպես տեսնում եք, ժամ առ ժամ նրա ողջ մնալու հնարավորությունները պակասում են։ Հետաքրքիր է, որ Հրաչի հեռախոսը համարից են զանգել։ Դա խոսում է այն մասին, որ գործ ունենք սիրողական անցախմբի հետ։ Կամ էլ առևանգման միտքը իմպուլսիվ առաջացել։ Կամ էլ հենց Հրաչն է ինքն իր առևանգումը կազմակերպել։ Եթե հիշում եք, մի տարի առաջ նմանատիպ գործ ունեինք։ Ոչինչ բացառել չի կարելի, բայց մենք հիմա պետք է հենվենք միայն փաստերի վրա եւ ոչ ենթադրությունների։ Առնո, քիչ անց Հրաչի ծնողները այստեղ կլինեն։ Մենք միասին կխոսենք նրանց հետ։ Բարի։ Ռոբ Նարինե, դուք զբաղվում եք Հրաչի շրջապատի մարդկանցով։ Պարզեք բարեկամներ, հարազատներ, ընկերներ, սիրած աղջիկ, գնացեք ինստիտուտ, որտեղ սովորել է Հրաչը։ Առաջնայինը նրանք են, ովքեր խնդիրներ են ունեցել կամ ունեն օրենքի հետ։ Մաքս եւ Ալան, դուք զբաղվում եք Հրաչի հոր շրջապատի հարցերով։ Դե բիզնես պարտներներ, գործընկերներ, մի խոսքով։ Արմեն, փորձիր մաքսիմալ տեղեկություն հավաքել Հրաչի մասին։ Մեզ հետաքրքրում էր ամեն ինչ, ինչ կապված է նրա հետ։ Հեռախոսը չմոռանաս։ Երբ է վերջին զանգ եղել կամ երբ է դադարել ազդանշանը։ Հասկանալի է, պարոն գնդապետ։ Երկրորդ անգամ, երբ առևանգիչները զանգել են Հրաչի հորը, նա հասցրել է ձայնագրել առևանգչի ձայնը։ Ես հասցրել եմ լսել ձայնագրությունը։ Ձայնը կեղծել է։ Ես կփորձեմ վերականգնել, պարոն գնդապետ։ Լսում եմ։ Պարոն գնդապետ, Աշոտ եւ Արփինե Խաչյանները այստեղ են։ Լավ, կոնֆերանս սրահ հրավիրիր։ Պարզենք ամեն ինչ եք հասկանում։ Բարև ձեզ։ Ես գնդապետ Արնո Ղազարյանն եմ, գնդապետ Գեներտ Տիգրանյան։ Նստեք։ Ես ուզում եմ իմանալ, դուք ինչ-որ բան արդեն պարզել եք տղայիս մասին։ Առայժմ ոչ տիկին։ Մենք գործը ընդամենը 2 ժամ առաջ ենք ստացել։ Չեմ հասկանում։ Չեմ հասկանում, ինչքան փող ուզեցին տվեցի։ Տղուսին չի բաց չեն թողնում։ Մի հարց, իսկ ձեզ որևէ ուրիշ հեռախոսահամարից զանգել են։ Ինձ ոչ։ Չէ։ Իսկ ինչ հարաբերությունների մեջ եք ձեր որդու հետ։ Ինչպես կբնութագրեք։ Չհասկացա։ Դες ինչ հարցեր եք տալիս։ Փոխանակ տղուս փնտրեք։ Մեր ընտանիքի խնդիրներով եք հետաքրքրվում։ Իսկ ձեր ընտանիքում խնդրեմ կար։ Լսեք։
Ես չեմ պատրաստվում։ Անգստացեք, խնդրում եմ։ Մենք հետաքրքրությունից ելնելով չէ որ տալիս ենք այս հարցերը։ Հարցերը որ տալիս ենք, մեզ կօգնեն ավելի արագ գտնել ձեր տղային։ Հա, ես խիստ հայր եմ։ Բայց գիտեք հիմիկվա ջահելներին, անպատասխանատու սերունդ է մեծանում։ Ոչ մի նպատակ չունեն այս կյանքում։ Ամուսինս իրոք խիստ անձնավորություն է։ Բայց նա շատ լավ ամուսին է եւ շատ լավ հայր։ Ու մեր տղան երբևէ որևէ բանի կարիք չի ունեցել։ Լավ, իսկ բիզնեսում մրցակիցներ ունեք, որոնք կարողանային այդպիսի բան անել ձեզ հետ։ Չեմ կարծում։ Հրաչի շրջապատում կա ինչ-որ մեկը, ում հետ նա բարբերաբար շփվում էր։ Հա, այդպեսի մեկը կա։ Ջիվանը։ Լապարծոն լակոտը։ Ինչ հրաչը հետը սկսեց ընկերություն արել, լարիվ խելքը դարձրեց։ Ես խոսել եմ հետը, բայց ինձ ոչ մի բան չասեց։ Աչքի տակի կապտուկը հրաչի հոր հետ հանդիպան արդյունքն է։ Հա։ Բայց ես իրա դեմ բողոք չունեմ։ Դե հերա հասկանում եմ։ Երբ ես վերջին անգամ հանդիպել հրաչին։ 2 օր առաջ։ Որտեղ, ինչ պայմաններում։ Կաֆեում ենք հանդիպել։ Մի հատ թեմա կար։ Իսկ ավելի կոնկրետ։ Ինձ փող ապարք։ Ինչքան։ 500,000։ Ասաց, որ չի կարա տա։ Մի շաբաթ էլ խնդրեց։ Դե ընկեր տղա չմերժեցի։ Դրանից հետո էլ չենք տեսնվել։ Հեռախոսով խոսել եք։ Հա։ Երեկոյան։ Ժամը 10-ի կողմերն էր։ Էլի գումար էր խնդրում։ Մերժեցի բնականաբար։ Իսկ չասած ինչի համար անհրաժեշտ։ Առանց իր ասելու էլ գիտեմ։ Սիրարվել եմ այդ մերկա պարուգում, նանա։ Ողջ գումարը դրա վրա է ծախսում։ Իսկ հրաչի ծնողները գիտեն այդ նանայի մասին։ Չէ կարծեմ։ Դե ես էլ չասեցի, օրը։ Մտածեցի, որ հրաչի իմանա կնեղվի։ Տեսքիս համար կներեք, ես սովորաբար այս ժամերին քնած եմ լինում։ Սուրճ կխմեք։ Հա։ Չէ, շնորհակալ եմ։ Մենք շտապում ենք։ Դուք ինչ հարաբերությունների մեջ եք եղել հրաչի հետ, նանա։ Ինչ հարաբերություն։ Գիտեք հրաչի նման քանի հոգի այն զորական սեր խոստովան։ Իսկ աշխատանքից դուրս հրաչի հետ հանդիպել եք։ Հա։ Եղել է, որ սուրճ ենք խմել։ Այդքան բան։ Բայց մենք տեղյակ ենք, որ հրաչը պարբերաբար մեծ գումարներ է պարտքով վերցրել եւ ըստ իր ընկերների այդ գումարները ծախսել է ձեզ վրա։ Ին վրա, շատ խնդալու է։ Ինքն էր իզնից պարտքով գումար ուզում։ Չգիտեք ինչ նպատակով։ Չէ, որովհետեւ չեմ տվել ու չի հետաքրքրել ինչ նպատակով։ Դատելով ձեր ինտոնացիայից կարելի է մտածել, որ ձեզ ընդհանրապես չի հուզում այն փաստը, որ հրաչին առևանգել են։ Իսկ պիտի հուզեր։ Դա հրաչիով պարբերաբար զանգել ա ձեզ ու զրուցել եք։ Օրական մի քանի անգամ։ Արդեն բացատրեցի։ Հրաչը մինչև ականջների ծայրը ինձ սիրարված էր։ Մի օր սեր էր խոստովանում եւ երդվում էր, որ ինձ հետ կամուսնանա։ Հետո սպառնում էր, որ կսպանի, եթե աշխատանքից դուրս չգա։ Հետո պարտքով գումար էր խնդրում, մի խոսքով։ Բայց դուք կարող եք պարզապես անտեսել նրա հեռախոսազանգերը կամ դիմել ոստիկանություն, եթե նա ձեզ անհանգստացնում էր։ Եթե ամեն անհանգստացնելու դեպքում ես դիմեմ ոստիկանություն, դուք պիտի ձեր բանու գործը թողնեք ու միայն ինձնով զբաղվեք։
Հրաչի անետանելու գիշերը ձեր հեռախոսին նրա համարից զանգ ա եկել։ Ես ակումբում եմ եղել, ու այնտեղ զանգերի չեմ պատասխանում։ Միգուցե նա ձեզ մոտ է եկել, երբ դուք նրա զանգերին չեք պատասխանել։ Հնարավոր է եկել է, ես չեմ տեսել։ Կասեք ձեր ձեռքը որտեղ եք վնասել։ Փորձի ժամանակ, ընկել եմ։ Եթե Աշոտը հենց սկզբից ինձ ասեր Հրաչի առևանգման համար, ես կստիպեի նրան ոստիկանություն զանգեր, կամ ինքս կգնայի։ Վաղուց եք աշխատում Աշոտ Խաչոյանի մոտ։ Մոտ 2 տարի։ Ես Մոսկվայում էի աշխատում։ Կրիզիսից հետո եկա Հայաստան, Աշոտը առաջարկեց միասին աշխատենք, ես էլ համաձայնեցի։ Եթե չեմ սխալվում, Աշոտը ձեր կնքահայրն է։ Իմ չէ, երեխաներիս։ Հրաչի մասին ինչ կասեք։ Ինչ հարաբերությունների մեջ եք իր հետ։ Գերազանց հարաբերությունների։ Շատ կարգին տղա էր։ Շփվում էինք։ Իսկ ինչ եք իր մասին անցյալ ժամանակով խոսում։ Ահ, կներեք, ուղղակի լեզվիս սայթակում էր։ Այսօր առավոտից ես Աշոտենց տանն է, երբ տպավորությունների տակ եմ։ Դե եթե երեխա ունեք, կհասկանաք։ Մեր ունեցած տեղեկություններով Հրաչը պարբերաբար պարտքով գումարներ ա վերցրել։ Խոսքը մի քանի միլիոն դրամի մասին է։ Նա ձեզանից գումար չի խնդրել։ Չէ, բայց ինքը բավական ապահովված մարդ է, ինչի պետք է այդքան գումարներ վերցներ։ Բայց վերցրել է։ Ու եթե ոնց որ դուք եք ասում իր հետ շատ լավ հարաբերությունների մեջ եք եղել, ուրեմն պետքա տեղյակ լինեիք իր բոլոր խնդիրների մասին։ Քանիք չեմ կարողանում հիշեմ։ Միգուցե եղել է, ուղղակի ես տեղյակ չեմ։ Հրաչը ձեզ չի պատմել, որ սիրահետել է գիշերային ակումբի մերկապարում։ Անգամ խոսքի մեջ ասած, բայց ես դրան լուրջ չվերաբերվեցի։ Միջահել տղա է, այդպիսի բաները նորմալ են։ Իսկ որտեղ եք եղել 3 առավոտը գիշերը ժամը 23-ից մինչև ժամը 1-ը։ Դուք ինձ կասկածում եք։ Մենք բոլորին ենք կասկածում։ Ով որ ճանաչել է Հրաչին, դրա համար խնդրում եմ հարցից պատասխանեք։ Այստեղ եմ եղել։ Հիմնարկում։ Պահակը կարող է հաստատել խոսքերս։ Մի քանի օրից մեր հիմնարկում աուդիտ պիտի լիներ։ Թղթերն էի կարգավորում։ Այ իդեպ, Աշոտը տեղյակ է։ Քիմիկոսը Նարեկ Ասատրյանը մեր շուրջօրյա հսկողության տակ է, բայց առայժմ ոչ մի կասկածելի բան չենք հայտնաբերել։ Հիմնականում աշխատում է տանը, կասկածելի հեռախոսազանգեր, շփումներ նույնպես չկան։ Հնարավոր է, որ նրա հետ նույնպես շփվում են Snapchat-ի միջոցով, ինչպես Վրեժի եւ մյուսների։ Մեր մասնագետներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ։ Նրանք չափից ավելի զգուշ են։ Եթե Նարեկը աշխատում է Spice-ի վրա, վաղ թե ուշ մեզ նրանց վրա կառնի։ Համաձայն եմ, եթե իհարկե նրանից նույնպես չազատվեն։ Կազատվեն։ Եթե հասկանան, որ հետևում եք նրան։ Չեն հասկանա, պարոն գնդապետ։ Նարեկի հետ մեր ամենափորձառու օպերներն են աշխատում։ Լսում եմ։ Հասկացա։ Հիմա գալիս եմ։ Եթե նորություն լինի, անմիջապես տեղյակ բերեք։ Անպայման։ Հա, իսկ մնացածի գործով ինչ կա։ Առայժմ աշխատում ենք հիմա, երբ որ նորություն ունենանք, ձեզ տեղյակ կտանք։ Պարոն գնդապետ, սա Հրաչի Facebook-յան էջից վերցված վիդեո է։ Նայեք։ Ջիվան ջան, ծնունդես շոյավ ախպերես, դու լավ ախպերես ծնունդ ես, քեզ մաղթում եմ ամենալավն ու բարի, նպատակներից հասնես։ Իսկ սա Հրաչի հոր արդեն Աշոտ Խեչոյանի կողմից արված առևանգիչների երկրորդ զանգի ձայնագրությունն է։ Լսում եմ։ Գումարը պատրաստ է։ Հա, ինձ մոտ է։ Հենց հիմա դուրս արի տանից ու գնա 3-րդ գյուղի ուղղությամբ։ Խաչմերուկից որ անցնես մետաղական հավպարկղ կա, կթողնես մեջը, հասկացա։ Հասկացա։ Բայց երբ տղայից բաց կթողնեք։ Փողը ստանալուց մի ժամ հետո տղետ տանը կլինի։ Այսինքն դուք չեք սխալվում, պարոն գնդապետ։ Առևանգիչներով ձայնը փոխել է։ Հիմա սմարթֆոնների մեջ բազմաթիվ հավելվածներ կան, որոնց միջոցով կարող ես դա հեշտությամբ անել։ Ինչքան հասկացա, քեզ հաջողվել է հիմնական ձայնը վերականգնել։ Ճիշտ այդպես, շեֆ։ Լսեք։ Հենց հիմա դուրս արի տանից ու գնա 3-րդ գյուղի ուղղությամբ։ Խաչմերուկից որ անցնես մետաղական աղբարկղ կա, կթողնես մեջը, հասկացար։ Սա հաստատ Հրաչն է։
Համապատասխանությունը 99.9% է, շեֆ։ Այս սա իսկական կտրուկ շրջա դարձավ։ Աստորեն իմ նախնական վարկածը ճիշտ էր։ Հրաչը ինքն իրեն առևանգել է, իմիտացիա ստեղծել, որովհետեւ ծնողներից գումար ստանա։ Ստացվում է այդպես, բայց 50 միլիոն դրամը կարծում եմ մեծ գումար է անգամ նրա համար։ Ուզում ես ասել նրան ուղղորդել են կամ ստիպել։ Իսկ ինչու ոչ։ Եթե ուղղորդեին, հետքերը խճճելու համար ուրիշ համարից կզանգարեին։ Ամեն ինչ այդքան էլ պարզ չի, որքան պատկերացնում ենք։ Եթե ընդունենք, որ Հրաչը իսկապես կազմակերպել է իր առևանգման իմիտացիան, ապա նա գումարը ստանալուց հետո պետք է որ տուն գար։ Շատ լավ իմանալ, որ ծնողները ոստիկանություն կդիմեն։ Համաձայն եմ, եթե նա տուն չի եկել, ուրեմն մենակ չի գործել։ Եվ նա, ով նրան ուղղորդել է այս գործը անելու, արդեն վաղուց ազատվել է վկայից։ Կամ էլ նրան պահում է որպես պատանդ ծրողներից նորից դրամ ստանալու համար։ Ես ավելի շուտ հակված եմ առաջին տարբերակին։ Նա, ով ուղղորդել է տղային, վստահաբար ճանաչում է եւ նրան, եւ ծնողներին։ Եվ մեր անայդ սուբյեկտին պետք է փնտրել ընտանիքի ընկերների կամ հարազատների շրջապատում։ Իսկ մենք չենք դիտարկում այն տարբերակը, որ Հրաչը փողերը վերցրել է ու հիմա վայելում է։ Եվ վերջո 18 տարեկան երիտասարդի մասին ենք խոսում։ Ու գուցե հարցը այնքան փողը չի, ինչքան ծնողներին դաս տալը։ Մանավանդ հորը, որի հետ ինչպես գիտենք լարված հարաբերություններ ունեին։ Դա այդպես է գոնե հիմա պիտի իմաց տալի մասին։ Կամ գոնե զանգարեր, ասեր, որ ամեն ինչ նորմալ է։ Լսում եմ։ Լավ, գալիս ենք։ Հրաչի մարմինը պահակն է գտել ջրի մեջից։ Տեղ ժամանած ոստիկանության աշխատակիցները դիակը հանել են դուրս, հետո սվոտկաներով նայել են, որ համապատասխանում է Հրաչի տվյալներին։ Զանգել են մեզ։ Աստորեն գովարկածը ճիշտ էր առնում։ Չես պատկերացնում, թե ոնց կուզեի, որ սխալված լինեի։ Ես այդ ամենի միջով անցել եմ, որ լավ պատկերացնում եմ։ Ծնողներին պետք է հայտնել։ Ես կհայտնեմ։ Նա վրա է հասել 8-ից 10 ժամ առաջ։ Մարմնին պայքարի ու բռնության հետքեր կան։ Երկու կողոս կռը կոդրած են։ Սակայն մահացու է եղել բութ գործիքով գլխին հասցրած հարված։ Հրաչը մահացած է եղել, մինչև նրան գետը նետել։ Վստահաբար այո։ Իսկ շորերի վրա կամ յաունների տակ ինչ որ հետքեր չունենք կամ մաշկի մասնիկներ։ Ունենք հիմա Ալանը զբաղվում դրանով։ Սակայն մի հետաքրքիր բան կա։ Մազերին, հագուստին, նույնիսկ քթանցքում կապչին նյութ է հայտնաբերվել։ Սկզբից կարծում էի գետի տիղմն է, սակայն ուսումնասիրելուց հետո պարզեցի, որ շինարական գաջի հետքեր են։
Ուրեմն Զոհին պահել են մի շինության մեջ, որտեղ շինարարական աշխատանքներ է կատարվում։ Եվ այդ վայրը գտնվում է գետից ոչ հեռու։ Չեմ կարծում, որ մարդասպանը կհամարձակվեր դիակը մեքենայի մեջ քաղաքից դուրս գալ։ Չափից շատ ռիսկային է։ Ուրեմն սպանության վայրը պետք է փնտրել Գառնի գյուղի մոտակայքում։ Հենց այդտեղից էլ սկսեք։ Հրաչյա Ակուստի Արյան հետքերը համապատասխանում են նրա ընկերոջ Ջիվան Սարուխանյանի, Արյան ու Դնեթեին։ Վստահ ես դրանում։ Ջիվանը ինչ-որ յուրատուկ ալերգիկ հիվանդություն ունի ու մի քանի ամիս առաջ հիվանդանոցներից մեկում անցկացրել են նրա DNT անալիզը։ 100% համապատասխանություն կա, շեֆ։ Հենց հիմա նրան բաժին բերեք։ Ասա Արմեն։ Հենց նոր անոնիմ սերվերից մեր բաժնի ընդհանուր իմեյլի վրա նամակ է եկել։ Նամակում կոնկրետ հասցեա նշված ու գրված է, որ 5 երիտասարդ Սփայսի մահացու չափաբաժին են օգտագործել ու կմահանան մոտակա կես ժամվա ընթացքում։ Նամակի հեղինակը պնդում է, որ ինքը բարոնն է։ Welcome, Kyushi.